Սիրելի աշակերտներ, այսօր կծանոթանանք ևս մեկ մարտավարական հնարքի, որը կոչվում է միջանկյալ քայլ։ Շախմատային աշխարհում այն հայտնի է Zwischenzug անվանումով։ Այն գերմաներենից եկած բառ է, սակայն միջազգային ասպարեզում հաճախ չի օգտագործվում, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր լեզուներում ունի իր տարբերակը, ինչպես գիտենք միջանկյալ քայլ հայերեն, ռուսերենում промежуточный ход, անգլերենում in between move և պարբերաբար օգտագործվում է նաև իտալերեն տարբերակը intermezzo։ Այն համարվում է շատ անսպասելի մարտավարական հնարք, որը կարող է զարմացնել մեր մրցակիցներին, ամբողջությամբ խափանելով նրա պլանները և բերել մեզ հաղթանակ։ Հիմա տեսնենք ինչ է իրենից ներկայացնում այս հնարքը։ Սույն օրինակում սպիտակներն ունեն ավել փիղ, սևերի զինվորի դիմաց, սպիտակներն ունեն առավելություն, և նաև սպիտակները հարձակվել են սև թագուհու վրա։ Այստեղ սևերը կարող են թագուհուն պաշտպանել, օրինակ փախչել թագուհով, սակայն այստեղ նրանց մոտ միտք է առաջացել հակագրոհել։ Նրանք վերցնում են այն փիղը, որ սպիտակներն ունեն ավել, և հարձակվում թագուհու վրա։ Սա պաշտպանության ձևերից մեկն է, հակագրոհ։ Խնդրեմ, ձին վերցրեց D3, այժմ սևերն ունեն արդեն մեկ զինվոր ավել, և նրանք ասացին հետևյալը. հիմա եթե դուք վերցնեք մեր թագուհին, մենք էլ կվերցնենք ձեր թագուհին, մոտավորապես այսպես։ Ձին վերցնում է F6, ձին վերցնում է F2, և սևերն ունենալով մեկ զինվորի առավելություն կհաղթեն։ Վերադառնանք, ահա այստեղ։ Նորից սևերը վերցրեցին մեր փիղը և սպառնում են հակագրոհով։ Եվ այստեղ առաջանում է միջանկյալ քայլ։ Մենք այո կվերցնենք սև թագուհին, բայց հիմա չէ, մի քիչ հետո, ավելի ստույգ մեկ քայլ հետո, մենք ի սկզբանե կփրկենք մեր թագուհին, որպեսզի հետագայում ձին նրան չվերցնի։ Հեռացնելով թագուհին, բայց այնպես, որ սևերը չհասցնեն պաշտպանել իրենց թագուհուն։ Այստեղ դա հնարավոր է թագուհի C2 շախով, ահա այս քայլով։ Թագուհի C2 շախ, հիմա հարկավոր է արքային շախից ազատել, տեսեք թագուհին, սևերը չեն կարողանում արդեն իրենց թագուհուն պաշտպանել, նա մնաց հարվածի տակ, մինչդեռ մեր թագուհին փախավ այդ հարվածից, և դա արեց շախով, այո, միջանկյալ քայլերը շատ ժամանակ ուղղորդվում են շախով։ Կարելի է փակել շախի ճանապարհը, թագով փակել իմաստ չունի, կվերցնենք, կարելի է փախչել, էական չէ այստեղ, և միայն ահա այս միջանկյալ քայլից հետո, հենց սա է միջանկյալ քայլը, ահա այս քայլից հետո նոր մենք կվերցնենք մրցակցի թագուհին։ Ձին վերցրեց F6 և նույնը չեն կարողանում անել սևերը, այստեղ արդեն ուտելու ոչինչ չկա, վերցնելու ոչինչ չկա, տեսեք մեր թագուհին փախել էր, և դա արել էր շախով։ Ուրեմն միջանկյալ քայլը հետևյալն էր. մեր ներկայիս դիրքի և ցանկալի քայլի միջև, հենց բառը ինքը ասում է, այս դիրքի և մեր ցանկալի քայլի միջև լինում է ևս մեկ քայլ, օգտակար քայլ, որը մեզ հնարավորություն է տալիս ստանալ առավելություն կամ հմուտ պաշտպանվել։ Ահա այս քայլը հենց այդ միջանկյալ օգտակար քայլն էր։ Իսկ հետո մենք կկատարենք մեր հիմնական ցանկալի քայլը։ Կարելի է պատկերացնել հետևյալ կերպ, այստեղ շախմատի խաղաքարերը հավաքված մտածում են։ Հիմնական նպատակը դա տուն հասնելն է, որտեղ մեզ սպասում են ջերմություն, ուտեստներ, համեղ և այլն։ Սակայն այստեղ խաղաքարերից մեկը, երևի թե սա շախմատային փիղն է, մտածում է հետևյալը. այո, մենք կգնանք տուն, բայց ի սկզբանե մենք կկերակրենք եղնիկներին, կանենք օգտակար միջանկյալ քայլ, ահա և այն, և նոր դրանից հետո մենք կգնանք տուն, մոտավորապես այսպես։ Ի սկզբանե մենք գնացինք կերակրեցինք եղնիկներին, ահա միջանկյալ քայլը, իսկ հետո ուղևորվեցինք տուն։ ԵՒս մեկ օրինակ, ինչպես կարելի է օգտագործել միջանկյալ քայլը պաշտպանվելու համար։ Այստեղ խաղում ենք սևերով, սպիտակները տեսնելով փղերի առկայությունը նույն
ուղղաձիգի վրա, խաղացել են նավակ B1 և թիրախավորել թե մեկին, թե երկրորդին։ Հիմա եթե փախավ սպիտակադաշտ փիղը, նրանք կվերցնեն մեր սևադաշտ փիղը։ Եթե հեռացավ սևադաշտ փիղը, ենթադրենք C5, նրանք կվերցնեն սպիտակադաշտ փիղը։ Ինչպես պաշտպանվել, միջանկյալ քայլով։ Մենք այո կհեռանանք սպիտակադաշտ փղով, բայց հիմա չէ, մեկ քայլ հետո, մեկ միջանկյալ քայլ հետո։ Դա հնարավոր է նույնպես շախով, որպեսզի սպիտակների նավակը չհասցնի հարվածել, չհասցնի խաղալ։ Փիղ D6 շախ, հարկավոր է շախից կամ հեռանալ կամ փակել շախից ազատվել և նոր միայն ահա այս միջանկյալ քայլից հետո մենք կպաշտպանենք մեր փիղը, կհեռացնենք, ենթադրենք C2։ Եվ այստեղ նավակը արդեն վերցնելու ոչինչ չունի, քանի որ մեր փիղը ժամանակին հեռացել էր միջանկյալ քայլով։ Նշենք, որ միջանկյալ քայլ կարելի է օգտագործել ոչ միայն պաշտպանության, այլ նաև հարձակումների դեպքում։ Սույն օրինակում մենք ձիով կարող ենք հարվածել E5 և գրոհել և թագուհուն, և նավակին, սա կրկնակի հարձակում է։ Ոչ կրկնակի հարված, կրկնակի հարձակում, մենք երկու ֆիգուրով գրոհել ենք երկու տարբեր խաղաքարեր։ Եվ այստեղ, եթե սևերը վերցնեն մեր ձին, նրանք կկորցնեն թագուհի, չէ՞ որ մենք հարձակվել ենք թագուհու վրա։ Եթե սևերը թագուհուն հեռացնեն այս հարվածից, մնում է մյուս հարվածը, նրանք կկորցնեն նավակ։ Եվ այստեղ սևերը կարող են ձեռնարկել հետևյալ քայլերը։ Նրանք փոխեն թագուհիները, վերցրեցին մեր թագուհին, այն հույսով, որ մենք էլ կվերցնենք իրենց թագուհին և նոր դրանից հետո կվերցնեն մեր ձին։ Փաստորեն մենք կորցրեցինք ձի, փոխեցինք այն զինվորի հետ։ Վերադառնանք։ Այդ պատճառով, երբ սևերը վերցնեն մեր թագուհին, հույս ունենալով, որ մենք պատասխան կվերցնենք, ոչ, այո, մենք կվերցնենք թագուհի, բայց հիմա չէ, միջանկյալ քայլից հետո։ Դա հնարավոր է ձի G6 շախով, ահա և միջանկյալ քայլը։ Ուշադրություն դարձրեք, նորից շախով ուղղորդվեց։ Ձի G6 շախ, ու ոչ թե ձի F7, նավակը մեզ կվերցնի, ձի G6, անվտանգ դաշտից։ Արքան պետք է շախից նահանջի և նոր, ահա այս քայլից հետո, երբ ձին հեռացել է և այստեղ վերցնելու ոչինչ չունի զինվորը, ձին հեռացել է։ Նոր ահա այս միջանկյալ քայլից հետո մենք կվերցնենք սևերի թագուհին, մենք փրկեցինք մեր ձիուն, այժմ զինվորը ոչինչ չի կարող վերցնել։ Ուրեմն, երբ սևերը փորձում են փոխել թագուհիները, մենք անմիջապես չենք վերցնում, կատարում ենք միջանկյալ քայլ։ Ահա և այն։ Այս դեպքում կարող է հարց առաջանալ, իսկ ինչ եթե արքան նահանջի ոչ թե G8, այլ H7, որպեսզի երբ մենք հարվածենք թագուհուն, նա էլ վերցնի մեր ձին, ենթադրենք այսպես, նորից մենք կորցրեցինք ձի, և սևերն ունեն ավել փիղ, ավել թեթև ֆիգուր։ Խնդրեմ, այս դեպքում առաջանում է երկրորդ միջանկյալ քայլը։ Մենք կվերցնենք թագուհին, բայց հիմա չէ, մի քիչ հետո, մեկ քայլ հետո։ Եվս մեկ միջանկյալ քայլի հնարավորություն։ Ինչու՞։ Որովհետև այն ուղղորդվեց շախով։ Նորից թագուհին չի կարող դիմել փախուստի, մենք շախ ենք հայտարարել։ Վերցրեցինք նավակ, այո, տվեցինք ձի, և միայն այս միջանկյալ քայլից հետո նոր մենք կվերցնենք սևերի թագուհին։ Այսպիսով ունեցանք նավակը փղի դեմ առավելություն։ Հիշենք, որ շախմատում այն կոչվում էր որակ։ Հիմա հիշելով միջանկյալ քայլի առավելությունները, անցնենք վարժություն տետրերի խնդիրներին։ Տրամագիր 1-ում խաղում ենք սպիտակներով, նավակները փոխադարձ հարվածի տակ են, եթե մենք վերցնենք սևերի նավակը, սևերը կվերցնեն սպիտակների նավակը։ Մենք կվերցնենք, այո, սև նավակը, բայց հիմա չէ, միջանկյալ քայլից հետո, փրկելով մեր նավակը, որպեսզի սև թագուհին նրան չհարվածի։ Եվ հիշենք, որ միջանկյալ քայլերը շատ ժամանակ ուղղորդվում են շախով։ Նավակ E8, շախ, հիմա սևերը չեն կարող իրենց նավակը փրկել, հարկավոր է արքային փրկել, նավակ E8 շախ, արքա G7, արքան շախից հեռացավ, և միայն այս քայլից, այս միջանկյալ քայլից հետո
երբ արդեն սև թագուհին մեզ չի կարող հարվածել, նոր մենք կվերցնենք սևերի նավակը։ Մեր հիմնական նպատակը այս նավակը վերցնելն էր։ C4-ը վերցնում է D5։ Այժմ ունենք առավելություն, նավակը փղի դեմ։ Նորից որակ։ Դրամագիր 2-ում նույնպես խաղում ենք սպիտակներով, թագուհիները փոխադարձ հարվածի տակ են, եթե մենք վերցնենք սևերի թագուհին, նույնը կանեն սևերը, այդ պատճառով կիրառենք միջանկյալ քայլ, կվերցնենք սևերի թագուհին, բայց միջանկյալ շախից հետո, միջանկյալ քայլից հետո։ Հիշենք, որ մեզ սպառնում էր սևերի ձին և կարելի է նրան հարվածել և հայտարարել շախ, սա ամենակարևոր պահն է։ Մենք շախով վերցրեցինք ձին, թագուհին չի կարող դիմել փախուստի, չի կարող։ Հարկավոր է արքային փրկել։ Արքա հաշուտ կամ հաշվեց, երևի թե հաշվեց, որպեսզի հետագայում փորձի ձի վերցնել, և միայն այս միջանկյալ քայլից հետո, երբ մեր թագուհուն արդեն ոչ ոք չի սպառնում, մենք փրկեցինք թագուհուն, մենք նոր կվերցնենք սևերի խաղաքարը, սևերի թագուհին, նավակը վերցնում է E1։ Եվ վերջին երրորդ տրամագրում նույնպես փորձենք գտնել հաղթանակ տանող ուղին, նորից կիրառելով բաց հարձակում։ Մենք բացում ենք մեր թագուհու ճանապարհը, հարձակվելով մեկ այլ խաղաքարի վրա։ Օրինակ, մենք տեսնում ենք, որ F6-ի փիղն անպաշտպան է, և կարելի է նրան գրոհել։ Ձի E4 քայլով, խնդրեմ, մենք ունենք կրկնակի հարձակում, կամ ձի D5 քայլով, նորից կրկնակի հարձակում։ Խնդրում եմ չշփոթել կրկնակի հարվածի հետ։ Կրկնակի հարվածը, երբ մենք մեկ խաղաքարով երկու անպաշտպան ֆիգուրների վրա ենք հարձակում, ենթադրենք այստեղ զինվորը պաշտպանված չէր։ Ուրեմն կրկնակի հարձակում, ենթադրենք ձի D5, և մենք պատրաստվում ենք այս փիղը վերցնել կամ թագուհին։ Հիմա եթե պաշտպանեցին թագուհուն, ենթադրենք հեռացան այստեղ A3, մենք կվերցնենք փիղ, կշահենք փիղ։ Եվ այն էլ կրկնակի հարվածով, այսը կրկնակի հարված է, երբ մեկ ֆիգուրը հարձակում է երկու մրցակցի ֆիգուրի վրա։ Եթե սևերը փորձեն փրկել փիղը, ենթադրենք հեռանալ փղով կամ վերցնել մեր ձին, մենք կշահենք թագուհի։ Այս առումով սևերը կարող են փորձել փոխանակել թագուհիները, թագուհին վերցնում է D2, այն հույսով, որ եթե մենք վերցնենք թագուհին, նրանք կփոխեն ձին փղի հետ կամ կհեռանան փղով և այլն, կպաշտպանեն իրենց փիղը։ Սակայն այս քայլից հետո մենք կիրառում ենք միջանկյալ քայլ։ Մենք անմիջապես չենք վերցնում թագուհին, մենք վերցնում ենք շախով մրցակցի խաղաքարը։ Ձին վերցնում է F6, շախ, թագուհին չի կարող հեռանալ, քանի որ արքային գրոհել ենք, արքան պետք է շախից հեռանա, ենթադրենք հաշուտ, որպեսզի նաև պաշտպանի իր զինվորը, և միայն այս քայլից հետո մենք կշահենք մրցակցի թագուհին։ Նավակը վերցնում է D2, ահա այսպես։ Այստեղ կարող է առաջանալ հարց. երբ մրցակիցը վերցրեց մեր թագուհին, մենք կիրառեցինք միջանկյալ շախ, չէ՞ որ արքան կարող է նահանջել J7, այն միտումով, որ երբ մենք վերցնենք թագուհին, նրանք վերցնեն մեր ձին, և այսպիսով իրենց այստեղի փիղը F6-ի կփոխեն մեր ձիու հետ։ Ինչ անենք այս դեպքում, ուրեմն եթե արքան նահանջեց J7, ևս մեկ միջանկյալ քայլ, նորից մենք կվերցնենք թագուհին, բայց հիմա չէ, մի քիչ հետո, միջանկյալ քայլից հետո, այստեղ դա հնարավոր է, որովհետև ձին կարող է վերցնել հակառակորդի նավակը շախով, նույնպես թագուհին չի հասցնի հեռանալ, իրավունք չունի, պետք է շախից ազատվել։ Այո, կարող են վերցնել ձին, մենք ձին փոխեցինք ավելի թանկարժեք նավակի հետ, և միայն այս քայլից հետո կշահենք նաև մրցակցի թագուհին։ Արդյունքում մի ամբողջ նավակ առավելությամբ կանցնենք հաղթանակի։ Եվ այս ամենը ինչի շնորհիվ, որ մենք կիրառեցինք մարտավարական հնարք, և այդ մարտավարական հնարքը միջանկյալ քայլն էր։ Շնորհակալություն, ցտեսություն եթերում։